Ծանր հերթափոխից հետո ապուր եփելիս սկեսուրս թաց շորով հարվածեց իմ դեմքին, ասելով. «Ով է այդպես եփում, ձեռքերդ հետույքից են աճում»։ Ամուսինս ուշադրություն չդարձրեց, բայց 5 րոպե հետո կեսուրս դուրս թռավ մուտքի մոտ։ «Բարև, մեկնաբանություններում գրեք, թե որտեղից եք մեզ լսում։ Հաճելի լսումներ ենք մաղթում»։ Թաց շորը հարվածեց իմ դեմքին այնքան անսպասելի, որ ես նույնիսկ չհասցրի խուսափել։ Սառը կեղտոտ ջուրը հոսեց վերնաշապիկի օձիքի տակ, պարանոցով ամբողջովին թրջեց։ Կեսուրս կանգնած էր իմ վրա, ամբողջովին կարմիր զայրույթից, և ևս մեկ անգամ թափահարեց այդ շորը իմ քթի առջև, կարծես ուզում էր կրկին հարվածել։ «Ով է այդպես եփում»։ Ձայնը կտրվեց գոռոցի։ «Ձեռքերդ հետույքից են, նայելը նողկալի է, ինչ ես այդ ապուրի մեջ լցրել»։ Ես կանգնած էի վառարանի մոտ, բռնված սեղանի եզրից, և զգում էի, թե ինչպես է ջուրը հոսում այտերս, խառնվելով վիրավորանքի և անօգնականության տաք արդյունքներին։ Կաթսայից գոլորշին հարվածում էր դեմքիս, և ես տաքացել էի մինչև սահմանը, կամ վառարանի ջերմությունից, կամ ամոթից և նվաստացումից։ Ականջներիս մեջ զնգոց էր, մատներս այնքան ուժգին սեղմվել էին բռունցքի, որ եղունգները խրվել էին ափերիս մեջ։ Հարևան սենյակում Արմենը ֆուտբոլ էր դիտում, լսվում էր ամեն ինչ՝ գոռացող մեկնաբանը, տրիբունների աղմուկը, գովազդային ջինգլները ընդմիջման ժամանակ։ Արմենը չեկավ, նույնիսկ չհարցրեց, թե ինչ է կատարվում։ Իսկ սկեսուրս այնքան բարձր էր գոռում, որ հաստատ վերևի հարևանները լսել են։ 5 րոպե հետո կեսուրս դուրս թռավ մուտքի մոտ, բայց դա տեղի ունեցավ մի փոքր հետո։ Իսկ հիմա ես կանգնած էի այդ անիծյալ վառարանի մոտ և եփում էի այդ անիծյալ ապուրը, որը դարձավ վերջին կաթիլը։ Օրը վատ սկսվեց և միայն վատանում էր։ Արթնացա զարթուցիչից վաղ առավոտյան։ Պետք էր հասցնել հերթափոխին դեղատուն։ Դեղատունը քաղաքի մյուս ծայրում էր, պետք էր 2 տրանսպորտ փոխելով հասնել։ Մարիամը արդեն խոհանոցում կաթսաներով աղմկում էր։ Նա միշտ վաղ էր արթնանում, համարելով, որ երկար քնելը միայն ծույլերի համար է։ Հագնվեցի, արագ լվացվեցի, գնացի խոհանոց։ Սկեսուրս մեծ կաթսայի մեջ ինչ-որ բան էր եփում, խառնում էր փայտե գդալով։ Վառարանին թեյնիկ էր դրված։ «Բարի առավոտ», ասացի ես հանգիստ։ «Առավոտ», մրթմրթաց նա, առանց շրջվելու։ «Թեյը ինքդ եփիր, ես զբաղված եմ»։ Ես լցրեցի եռացրած ջուր գավաթի մեջ, նետեցի փաթեթիկը։ Հաց չկար, 3 կերել էինք վերջին կտորը։ Հանգիստ հագավեր արկուս։ «Անուշ», կանչեց Մարիամը, երբ ես արդեն բռնել էի դրան բռնակը։ «Երեկոյան կավարտես ապուրը, ես սկսել եմ, բայց ցերեկը պոլիկլինիկա պետք է գնամ, դու ավելի շուտ ես գալիս»։ Չհարցրեց, հրաման էր, միշտ այդպես էր ասում, կարծես ինքնին հասկանալի է, որ ես ամեն ինչ կավարտեմ, կլվանամ, կեփեմ։ Գլխով արեցի և դուրս եկա։ Ավտոբուսում շոգ էր և սեղմվածք, ինչ-որ կինոթքիս կանգնեց և նույնիսկ ներողություն չասեց։ Փոխվելիս գրեթե ուշացա մարշրուտկայից։ Վարորդը փակեց դռները հենց իմ քթի առջև, պետք եկավ 15 րոպե սպասել հաջորդը։ Դեղատուն հասա հենց ժամանակին։ «Անուշ, դու կրկին հազիվ հասար», հանդիպեց ինձ ղեկավար Սիրանուշը։ «Քանի անգամ կարելի է, ավելի շուտ դուրս արի տանից»։ Լռեցի։ Ավելի վաղ չէի կարող արթնանալ 6-ին, այդքան էլ չէի քնում։ Մի ժամ նորմալ անցավ։ Չափում էի խոտաբույսերը, տալիս դեղերը, ժպտում հաճախորդներին, հետո համակարգիչը կախվեց, պարզապես սև էկրան, վերագործարկումը չօգնեց։ Սիստեմային ադմինիստրատորը խոստացավ գալ միայն կեսօրին։ Սիրանուշը հրամայեց ձեռքով չեկեր գրել, ձևաթղթեր լրացնել, հաշվել հաշվիչով, գրել մատյանում։ Հերթը սկսեց աճել։ Մարդիկ զայրանում էին, շտապում էին, պահանջում արագ։ Մի տատիկ 20 րոպե ընտրում էր 2 քսուքի միջև, հետո 10 րոպե մանրադրամ էր հաշվում։ Միջին տարիքի տղամարդը գոռում էր, որ մենք բոլորս դանդաղկոտ ենք, և նա կբողոքի։ Մի աղջիկ երեխայի հետ խնդրում էր առանց դեղատոմսի հակաբիոտիկ տալ։ Երեխան հազում էր, բժիշկը միայն վաղը, բայց ես չէի կարող, արգելված է։ «Ինչ եք այստեղ նստել»։ Սիրանուշը ներխուժեց առևտրային սրահ, երբ հերթն արդեն դուրս էր եկել դռնից։ «Անուշ, ինչու այդքան դանդաղ, արագ շարժվիր»։ Ես շարժվում էի։ Ձեռքերս դողում էին հոգնածությունից և նյարդերից, գլուխս պայթում էր։ Առավոտից ոչինչ չէի կերել, միայն թեյ խմել։ Կեսօրին ադմինիստրատորը չեկավ։ Շարունակեցինք ձեռքով աշխատել։ Ես սխալ հաշվեցի, քիչ փող տվեցի։
Կինը 10 րոպե հետո վերադարձավ, սկանդալ հրահրեց, պահանջեց բողոքների գիրքը։ Սիրանուշը ինձ խայտարակ արեց բոլորի առջև։ Գլուխդ որտեղ է, հաշվել չես կարողանում։ Հերթափոխի վերջում հազիվ ոտքի էի կանգնած, ոտքերս ցավում էին ամբողջ օրը կրունկներով, մեջքս ցավում էր անընդհատ կրանալով ստորին դարակներին, աչքերս ցավում էին փաթեթների մանր տարերից, հոգիս ցավում էր այն բանից, որ 8 ժամ ինձ տանջել են, իսկ վարձատրությունը կոպեկներ են։ Դեղատնից դուրս եկա երեկոյան, փողոցում արդեն մտնում էր, աշուն էր, օրերը կարճ, մանր անձրև էր գալիս, տանը մոռացել էի հովանոցը, մինչև կանգար հասա թրջվեցի, ավտոբուսում ցուրտ էր։ Նստեցի պատուհանի մոտ եւ նայում էի անձրևից մշուշված քաղաքի լույսերին, ուզում էի միայն մի բան՝ տուն հասնել, պարկել եւ քնել։ Բայց տանը ինձ սպասում էր կաթսան, բացեցի դուռը բանալիով։ Բնակարանում մսային բույր կար։ Մարիամը իսկապես սկսել էր ապուր եփել։ Նա նստած էր հյուրասենյակում հեռուստացույցի առջև, դիտում էր ինչ-որ թոք-շոու։ Էկրանին մարդիկ վիճում էին, գոռում էին միմյանց վրա, մեղադրում։ Սկեսուրս հետաքրքրությամբ նայում էր, մատներով թմքահարում բազկաթորի բազկին։ Եկար, ասաց նա, առանց շրջվելու, գնա ավարտիր։ Չհասցրի, ասաց նա, պոլիկլինիկայում հերթ էր, նոր եմ վերադարձել, հանեցի թրջված վերարկուսը, հանեցի կոշիկները, ոտքերս այրվում էին։ Գնացի խոհանոց, վառարանի վրա մեծ կաթսա էր, կափարիչը կողքին, նայեցի ներս, արգանակ մսով, կարտոշկա, սոխ, պակասում էր գազարը, կանաչին համեմունքները, պետք էր ավարտել։ Մամ, ինչ ավելացնեմ, հարցրի վերադառնալով հյուրասենյակ։ Ինքնդ նայիր, նա ձեռքով արեց, առանց էկրանից կտրվելու։ Գլուխդ կա, մտածիր, ես սկսել եմ, դու ավարտիր, ժամանակ չունեմ քեզ հետ զբաղվելու։ Վերադարձա խոհանոց, միացրեցի վառարանը, դրեցի կաթսան կրակին, բացեցի սառնարանը։ Գազար կար, կանաչի էլ, հանեցի լվացի, սկսեցի կտրատել, ձեռքերս ավտոմատ էին աշխատում, գազարը ձողիկներով, մաղադանոսն ու սամիթը մանր, համտեսեցի, անհամեր, աղավելացրի, պղպեղ, նետեցի դափնու տերև, Արմենը եկավ կես ժամ հետո, լսեցի, թե ինչպես բացվեց դուռը, ողջունեց մորը, գնաց ննջարան հագուստը փոխելու, հետո եկավ խոհանոց, բարձրահասակ լայնաթիք, տնային տաբատով եւ հին շապիկով, հետևից գրկեց ինձ, համբուրեց գլխիս, ինչպես ես հարցրեց, նորմալ, ստեցի, միայն հոգնած եմ, ոչինչ, նա բաց թողեց ինձ, բացեց սառնարանը, հանեց կվասի շիշը, կուտենք կհանգստանաս, խմեց ուղիղ շշից, դրեց հետ եւ գնաց հյուրասենյակ, մի րոպե հետո լսեցի հեռուստացույցի ձայնը, փոխեց ալիքը, ֆուտբոլ, Արմենը սիրում էր ֆուտբոլը, կարող էր ժամերով դիտել, առանց կտրվելու։ Խառնեցի ապուրը, կարտոշկան գրեթե եփվել էր, գազարը փափկել, եւս 10 րոպե եւ կարելի է անջատել, հենվիցի սեղանին, փակեցի աչքերս, այնքան ուզում էի նստել, ամենայն դեպս մի րոպե, Անուշ, Մարիամի ձայնը սթափեցրեցի ինձ, չլսեցի, թե ինչպես մտավ խոհանոց, ինչ ես անում, ապուրն եմ ավարտում, պատասխանեցի ուղղվելով։ Ցույց տուր։ Նա մոտեցավ վառարանին, նայեց կաթսայի մեջ։ Դեմքը անմիջապես փոխվեց, հոնքերը կծկվեցին, շուրթերը սեղմվեցին։ Ինչ ես այստեղ լցրել։ Գազար, կանաչի, շփոթվեցի ես։ Աղ, պղպեղ։ Քանի կարտոշկա, ընդհատեց նա։ Առավոտյան որոշ քանակ եմ կտրել։ Ինչու ես ավելացրել։ Դուք ասացիք ավարտել, փորձեցի բացատրել։ Մտածել էր պետք ավելի վաղ, գոռաց Մարիամը։ Նայիր ինչ կտորներ են, մեկը բրունցքի չափ, մյուսը մանր, ընդհանրապես հասկանում ես, թե ինչ ես անում։ Նայեցի կաթսայի մեջ, կարտոշկան տարբեր էր, այո, ոչ իդեալական հավասար, բայց դա այդքան կարևոր է, այդքան գոռալու պատճառ կա։ Մամ, այն կեպվի, ասացի ես հանգիստ, փափուկ կդառնա։ Կեպվի։ Նա ձեռքերը թափահարեց, քեզ մոտ շիլա կստացվի, ես մարդավարի ապուր եմ եփում, իսկ դու ամեն ինչ փչացրիր, ինչպես միշտ։ Վերջին խոսքերը ավելի ուժգին հարվածեցին, քան ուզում էի ընդունել, ինչպես միշտ։ Դա իմ մասին էր, որ ես միշտ ամեն ինչ փչացնում եմ, միշտ սխալ եմ անում, ինչ էլ անեմ սխալ է, եփում եմ սխալ, մաքրում եմ սխալ, լվանում եմ սխալ, ամեն ինչ սխալ է։ Փորձում էի, դժվարությամբ ասացի, իսկապես փորձում էի։ Փորձում էր, ծաղրեց կեսուրս։ Ձեռքերը հետույքից են, իսկ նա փորձում էր։ Դու արդեն 30-ից ավել ես Անուշ, իսկ եփել դեռ չես սովորել։ Հյուրասենյակից լսվում էր երկրպագուների աղմուկը, մեկնաբանը հուզված գոռում էր գոլի մասին։ Արմենը չեկավ։ Լսում էր, թե ինչպես է մայրը գոռում ինձ վրա, բայց չեկավ։ Կրակը գոնե նվազեցրու, շարունակեց Մարիամը։ Գլուխդ ընդհանրապես կորցրել ես, ամեն ինչ կվառես։ Նվազեցրի կրակը, ձեռքերս դողում էին։ Կանաչին ինչպես ես կտրատել։
Սկեսուրս կռացավ կտրատման տախտակի վրա։ Սա ինչ է, կտորներ, մանր պետք է, մանր, ընդհանապես խոհանոցում աշխատել ես երբևէ։ Լռեցի։ Խոսելն անիմաստ էր։ Ինչ էլ ասեմ սխալ կլինի։ Խառնիր գոնե, որ չվարվի, հրամայեց Մարիամը։ Կանգնած ես ինչպես արձան։ Վերցրի գդալը, խառնեցի։ Ապուրը պղպջում էր, գոլորշին բարձրանում էր վեր։ Շոք էր խեղթող, գլուխս պտտվում էր։ Արավոտից ոչինչ չէի կերել, միայն թեյ։ Ստամոքսը սեղվում էր քաղցից։ Ես կսովորեցնեմ քեզ եփել։ Մարիամը կանգնած էր շատ մոտ, զգում էի նրա շունչը ուսիս վրա։ Դու ամուսնացել ես, իսկ տարական բաներ չգիտես։ Ինչ կուտի Արմենը քեզ հետ։ Լավ է, որ ես այստեղ եմ, օգնում եմ։ Իսկ եթե մենք չլինեինք, մենք, միշտ ասում էր մենք, նկատի ունենալով իրեն։ Կարծես առանց իրեն Արմենը կփչանար, կարծես ես ընդհանրապես ոչնչի ընդունակ չեմ։ Կանգնած էի վարարանի մոտ եւ մտածում էի, թե որքան լավ կլիներ հիմա լինել հեռու, դատարկ բնակարանում, որտեղ ոչ ոք չի գոռում, որտեղ կարելի է հանգիստ նստել եւ թեյ խմել, որտեղ պետք չէ օտարապուր եփել եւ լսել որքան անխելք ես։ Հետո Մարիամը վերցրեց սեղանից թաց կեղտոտ շորը, որով ես սրբել էի սեղանը բանջարեղեն կտրատելուց հետո, եւ ամբողջ ուժով հարվածեց իմ դեմքին։ Ո՞վ է այդպես եփում։ Ձեռքերդ հետույքից են։ Ջուրը հոսեց դեմքով պարանոցով, վերնաշապիկը ամբողջովին թրջեց։ Սառը օճառոտ, նողկալի։ Կանգնած էի եւ չէի կարողանում շարժվել։ Գլուխումս դատարկ էր, միայն մի միտք էր խփվում, թրջունի պես վանդակում։ Նա հարվածեց ինձ, թաց շորով հարվածեց դեմքիս։ Հյուրասենյակից գոլ, անհավանական հարված։ Խաղացողները ուրախանում են։ Արմենը չեկավ եւ այդ ժամանակ իմ ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Չճաքեց, չպայթեց։ Հենց կոտրվեց, կարծես ներքին զսպանակը, որ ամեն ինչ պահում էր միասին, ձգվել էր մինչև սահման եւ պայթել։ Նայեցի սկեսուրիս, նրա հաղթական դեմքին, ձեռքի թաց շորին եւ հասկացա։ Բավական է, ոչ մի վարքյան ավելի։ Դանդաղ հանեցի գոգնոցը։ Ձեռքերս չէին դողում։ Տարօրինակ էր, բայց լիովին հանգիստ էին։ Զգուշորեն կախեցի գոգնոցը վարարանի կողքի կեռիկից, անջատեցի կրակը եւ շրջվեցի դեպի Մարիամը։ Նա կանգնած էր թաց շորով ձեռքին եւ նայում էր ինձ հաղթական հայացքով։ Կարծես ինչ-որ կարևոր բան ապացուցել էր, կարծես ինձ տեղս դրել էր։ Մարիամ, ասացի ես հանգիստ, շատ հանգիստ, դուրս եկեք այստեղից։ Ինչ, նա չհասկացավ, ինչպես ես համարձակվում, դուրս եկեք խոհանոցից։ Ամեն բառն ասացի առանձին, դանդաղ, հստակ։ Ինչպես ես համարձակվում, բուրբոքվեց կեսուրս, իմ տանը, ով ես դու, որ ինձ հրաման տաս։ Չպատասխանեցի, պարզապես վերցրի ապուրով կաթսան, տաք, ծանր եւ ամբողջը թափեցի լվացարանի մեջ։ Կարտոշկա, գազար, միս, արգանակ, ամեն ինչ թրավ ջրհորի մեջ։ Արգանակը բուլբուլաց, հարվածեց լվացարանի պատերին, գոլորշին բարձրացավ։ Բացեցի ծորակը, միացրեցի սառը ջուրը, լվանալով մնացորդները։ Մարիամը սառել էր բաց բերանով։ Մի քանի վայրկյան չկարողացավ խոսք ասել, հետո պայթեց։ Ինչ ես անում, ես կես օր այդ ապուրն եմ եփել։ Դու խելագարվել ես։ Դուք ասացիք, որ ես ամեն ինչ փչացրել եմ, պատասխանեցի ես, շարունակելով լվանալ ապուրի մնացորդները։ Ուրեմն պետք չէ ուտել։ Արմեն, գոռաց կեսուրս ամբողջ տանը։ Արմեն, անմիջապես արի այստեղ։ Հյուրասենյակից լսվեցին քայլեր։ Ամուսինս մտավ խոհանոց, շփոթված, հեռակառավարիչը ձեռքին, նայեց ինձ, մորը դատարկ կաթսային լվացարանում։ Ինչ է պատահել, հարցրեց նա։ Ինչ է պատահել։ Մարիամը մատով ցույց տվեց ինձ։ Քո կինը ապուր է թափեց։ Ես կես օր եմ եփել, իսկ նա վերցրեց եւ թափեց լվացարանի մեջ։ Արմենը նայեց ինձ։ Ես կանգնած էի լվացարանի մոտ, բռնված եզրից եւ ուղիղ նայում էի նրա աչքերին։ Թաց մազերս կպել էին դեմքիս, վերնաշապիկս թրջված էր այդ շորից։ Այդիս վրա հավանաբար կարմիր հետք կար, սկեսուրս ուժգին էր հարվածել։ Անուշ, ինչու, հարցրեց նա հանգիստ։ Հարցրու քո մորից, պատասխանեցի ես։ Հարցրու, թե ինչու նա թաց կեղտոտ շորով հարվածեց իմ դեմքին։ Հարցրու, թե ինչու ինձ ձեռքերդ հետույքից են ասած։ Հարցրու, թե ինչու դու հյուրասենյակում նստած լսում էիր ամեն ինչ, բայց չեկար։ Արմենը շփոթվեց, նայեց մորը։ Մամ, դու իսկապես հարվածել ես։ Եվ ինչ, Մարիամը բարձրացրեց գզակը։ Նա ապուրը փչացրել է,
Ես նրան ցույց էի տալիս, բացատրում էի, նա ամեն ինչ իր կամքով էր անում, գուցե այդպես հասկանա։ Մամ, ոչ մամ ինձ, ընդհատեց նա։ Դու ում կողմն ես։ Ես քո մայրն եմ։ Ես քեզ միայնակ եմ մեծացրել առանց հոր։ Ամբողջ կյանքս քեզ վրա եմ դրել, իսկ դու հիմա դրան ես պաշտպանեում։ Նայում էի Արմենին եւ սպասում։ Նա կանգնած էր խոհանոցի մեջտեղում, հայացքը տեղափոխում էր ինձ վրայից մոր վրա, մոր վրայից ինձ վրա։ Դեմքը դժբախտ էր, շփոթված, հստակ չգիտեր, թե ինչ ասի։ Գուցե հանգստանաք, վերջապես ասաց։ Ապուրի պատճառով այսպիսի սկանդալ։ Ապուրի պատճառով, կրկնեցի ես։ Արմեն, քո մայրը հենց նոր թաց կեղտոտ շորով հարվածեց իմ դեմքին, իսկ դու ասում ես հանգստացեք։ Անուշ, սպասիր։ Նա փորձեց մոտենալ, բայց ես հետ քաշվեցի։ Մի մոտենա, ասացի, մի համարձակվիր մոտենալ ինձ։ Անցա նրանց կողքով գնացի ննջարան։ Պահարանից հանեցի մեծ սպորտային պայուսակը, որ սովորաբար ճամփորդությունների համար էի վերցնում։ Սկսեցի հավաքել իրերս՝ ջինսեր, սվիտերներ, ներքնազգեստ, կոսմետիկա։ Ձեռքերս արագ հստակ էին աշխատում, կարծես նախապես փորձել էի։ Արմենը եկավ հետևից։ Անուշ, ուր ես գնում։ Կանգնիր, խոսենք։ Ինչ խոսենք։ Չշրթվեցի, շարունակեցի հավաքել։ Թե ինչպես է քո մայրը ինձ ամեն օր նվաստացնում, թե ինչպես ես դա տեսնում եւ լռում ես։ Ինչ, Արմեն։ Մաման իմ այդպիսին է, սկսեց նա իր սովորական արտահայտությունը։ Բնավորությունը դժվար է, բայց ոչ չարությունից։ Չարությունից չէ, շրջվեցի։ Հենց նոր թաց կեղտոտ շորով հարվածեց իմ դեմքին, իսկ դու ասում ես չարությունից չէ։ Անուշ, սպասիր։ Նա ձեռքը մեկնեց, բայց ես հեռացա։ Քանի անգամ սպասել, Արմեն։ Մենք քո մոր հետ ապրում ենք արդեն 1 տարի թուք ամիս։ 1 տարի թուք ամիս ես համբերում եմ նրա քննադատությունները, նվաստացումները, վիրավորանքները։ Փորձում էի, իսկապես փորձում էի լավ հարսիկ լինել։ Եփում էի, մաքրում էի, ժպտում էի։ Եվ ինչ ստացվեց։ Մենք պայմանավորված էինք, մրմնջաց Արմենը։ Ժամանակավոր, մինչև բնակարան գնելու համար խնայենք։ Ինչ բնակարան։ Ես ծիծաղեցի դառնությամբ։ 1 տարում ինչ ես խնայել։ 50,000, 100։ Բնակարանի համար մի քանի միլիոն է պետք։ Քո եւ իմ աշխատավարձով 20 տարի կխնայենք։ 20 տարի ես պետք է համբերեմ այս ամենին։ Արմենը լռեց։ Կանգնած էր սենյակի մեջտեղում, ուսերը կախ եւ լռում էր, որովհետեւ ասելիք չուներ, որովհետեւ գիտեր, որ ես ճիշտ եմ։ Միշտ գիտեր, բայց պարզապես չէր ուզում զբաղվել դրանով։ Հեռացիր, ասացի ես հանգիստ։ Դուրս արի սենյակից։ Պետք է հավաքեմ իրերս։ Գնա, Արմեն, խնդրում եմ։ Նա դուրս եկավ։ Նստեցի մահճակալին եւ առաջին անգամ այդ սարսափելի օրվա ընթացքում թույլ տվեցի ինձ լաց լինել։ Հանգիստ, առանց հեկեկանքի։ Պարզապես արդյունքները հոսում էին այտերով։ Լաց էի լինում ոչ վիրավորանքից, այլ թեթևությունից, որ վերջապես որոշում կայացրի, որ այլևս պետք չէ համբերել, ժպտալ, ձևացնել, թե ամեն ինչ նորմալ է։ Հետո սրբեցի դեմքս, վեր կացա եւ շարունակեցի հավաքել իրերս։ 1 տարի 3 ամիս առաջ ամեն ինչ բոլորովին այլ էր։ Ես եւ Արմենը երջանիկ էինք։ Վարձով մի սենյականոց բնակարան էինք վարձել քաղաքի ծայրամասում։ Փոքր, 90-ականների կահույքով եւ խոհանոցում անընդհատ կաթող ծորակով։ Բայց դա մեր բնակարանն էր, մեր տարածքը։ Կարող էինք տանը քայլել ինչով ուզենք, ուտել երբ ուզենք, սիրով զբաղվել երբ ուզենք։ Դա ազատություն էր։ Մենք ծանոթացանք տարօրինակ կերպով։ Ես ավտոբուսում էի գիշերային հերթափոխից հետո։ Այդ ժամանակ դեռ աշխատում էի 24-ժամյա դեղատանը, գիշերային դեժուրներ էի անում։ Փետրվարի կեսն էր, սարսափելի ցուրտ։ Ավտոբուսը լեփ-լեցուն էր, բոլորը զայրացած եւ քնկոտ։ Մի կանգառում տղամարդ մտավ, բարձրահասակ, աշխատանքային բաճկոնով, հոգնած դեմքով։ Կանգնեց կողքս, բռնված ձողից։ Ավտոբուսը թռցրեց փոսի վրա, եւ ես ուսով բախվեցի նրան։ Ներողություն խնդրեցի։ Նա ժպտաց, ասելով ոչինչ։ Հաջորդ կանգառում տեղ ազատվեց։ Նա զիջեց ինձ, նստեցի, շնորհակալություն հայտնեցի։ Խոսեցինք, հարցրեց որտեղ եմ աշխատում։ Պատմեցի։ Պարզվեց նա էլ գիշերային հերթափոխից է վերադառնում։ Գործարանում վարպետ է, երբեմն ամբողջ գիշեր է աշխատում։ Այդպես մի քանի կանգառ անցանք,
խոսելով տարբեր բաների մասին։ Երբ ես իջա, հարցրեց հեռախոսահամարը, տվեցի։ Նույն օրը երեկոյան զանգեց։ Հանդիպեցինք սրճարանում հանգստյան օրերին, հետո եւս մեկ անգամ եւ եւս։ Կես տարի հետո ամուսնացանք, հանգիստ առանց հյուրերի, պարզապես սաքսում, եւ հետո ընտրեցինք ռեստորանում մենակ մենք երկուսով։ Մարիամի հետ ծանոթացա հարսանիքից մեկ շաբաթ առաջ։ Արմենը երկար ձգձգում էր այդ հանդիպումը, միշտ ասում էր հետո, երբ վերջապես տարավ ինձ իր տուն, հասկացա ինչու։ Նա դրանը հանդիպեց մեզ, կարգ ու կանոն կին, 50-ից ավելի, կարճ սանրով, սուր մոխրագույն աչքերով, գլխից ոտք զննեց ինձ, կարծես շուկայում ապրանք էր գնահատում։ Ուրեմն Անուշ, ասաց ողջույնի փոխարեն։ Արմենը շատ է պատմել քեզ մասին, ձերքս մեկնեցի, բայց նա չսեղմեց, պարզապես գլխով արեց եւ մտավ բնակարան։ Մենք հետևից, թեյը լցրեց լռելյային, հետո հարցաքննեց, որտեղ եմ աշխատում, որտեղ են ծնողներս, ինչու այդքան ուշ եմ ամուսնանում։ Ամեն պատասխանի ժամանակ գլխով էր անում, դեմքն անթափանց։ Արմենը կողքս նստած էր լարված, կարծես քննության էր։ Եփել գիտես, հարցրեց Մարիամը։ Այո, պատասխանեցի, սովորական ուտեստներ։ Սովորական, կրկնեց նա, ձայնում կասկածով։ Դե տեսնենք։ Այդ ժամանակ չտվեցի նշանակություն այդ խոսքերին։ Մտածեցի սովորական մայրական անհանգստություն է, ուզում է իմանալ, որ որդին սոված չի մնա։ Միայն հետո հասկացա, որ դա ոչ թե հոգատարություն էր, այլ զննում։ Նա փնտրում էր ինչին կարճի։ Հասանիքից հետո Մարիամի հետ տեսնում էինք ամիսը մեկ, գալիս էինք հանգստյան օրերին, միասին ճաշում։ Միշտ ինչ-որ բան նկատում էր, թե պատարագ սխալ եմ բռնում, թե կիսաշրջազգեստը կարճ է, թե դիմահարդարումը վառ, բայց դա մանրուքներ էին, ուշադրություն չէի դարձնում։ Արմենի մայրն է, բնավորությունը դժվար է, հետո պատահեց հրդեհը։ Մենք ապրում էինք 5 հարկանի 4-րդ հարկում, ներքևի հարևանները ալկոհոլիկների ընտանիք, խմիչք էին կազմակերպել, մեկը ծխախոտով քնել էր, նրանց բնակարանը գիշերը վառվեց, հրդեհը բարձրացավ մեզ մոտ, արթնացանք ծխի հոտից եւ սանդուղը հարթակի գորոցներից, հասցրինք դուրս փախչել այնպես ինչպես կայինք, ես գիշերազգեստով, Արմենը տրենիկով, վերցրինք փաստաթղթերը, հեռախոսները եւ փախանք։ Հշեջները արագ մարեցին, բայց մեր բնակարանը դուժեց, ամեն ինչ ծխով, սուր հոտ, պատուհանները կոտրված, ջուր ամենուրեք։ Ապրելն անհնար էր։ Տերը ասաց, որ վերանորոգումը ինքը կանի, բայց ոչ շուտ, քան 2 ամսից։ Մեզ տեղ էր պետք ապրելու։ Տեղափոխվեք ինձ մոտ, առաջարկեց Մարիամը, երբ Արմենը զանգեց պատմելու։ Ինչի համար տառապեք վարձով ինչ-որ տեղ։ Ինձ մոտ 2 սենյականոց է, տեղ կբավականացնի։ Ժամանակավոր ապրեք։ Ժամանակավոր։ Դա հիմնական բառն էր։ Մտածում էինք ամիս 2 առավելագույնը, մինչև բնակարանը պատրաստ լինի։ Հետո պարզվեց, որ Տերը ընդհանրապես չի ուզում վերանորոգել։ Պարզապես անհետացավ, չէր վերցնում հեռախոսը, չէր պատասխանում հաղորդագրություններին։ Մնացինք առանց բնակարանի։ Ապրեք ինձ մոտ, ասաց Մարիամը, խնայեք սեփական բնակարանի համար։ Ինչու օտար մարդուն գումար տակ վարձով։ Տրամաբանությունը երկաթյա էր։ Արմենը անմիջապես համաձայնվեց։ Ես կասկածում էի, բայց լռեցի։ Ինչպես կարող էի արարկել։ Նրա մայրը մեզ անվճար բնակարան էր առաջարկում։ Պետք է շնորհակալ լինեի։ Առաջին ամիսը իսկապես նորմալ էր։ Մարիամը բարեհամբույր էր վարվում, նախաճաշեր էր պատրաստում, ժպտում էր, հետաքրքրվում էր աշխատանքով։ Մենք Արմենի հին սենյակում էինք քնում, նեղ մահճակալին, սեղմ էր, բայց ոչինչ, ժամանակավոր էր։ Հետո սկսվեց։ Սկզբում մանժուկներ։ Մարիամը նկատեց, որ սրբիչը սխալ կեռիկի եմ կախել։ Բացատրեց, որ այս տանը ամեն ինչ որոշակի կարգով է կախվում։ Ներողություն խնդրեցի, ճիշտ կախեցի։ Հետո նկատողություն արեց, որ սպասքը սխալ եմ լվանում։ Պետք է նախ գավաթները, հետո ափսեները, հետո կաթսաները։ Գլխով արեցի, սկսեցի այդպես լվանալ։ Նկատողությունները բազմապատկվեցին։ Անկողինը սխալ եմ փռում, պետք է այլ կերպ։ Սպիտակեղենը սխալ եմ փռում, պետք է այլ կերպ։ Արմենի վերնաշապիկները սխալ եմ արթուկում։ Ցույց կտա, թե ինչպես պետք է։ Հատակը սխալ եմ լվանում, կսովորեցնի։ Ամեն օր նոր բան։ Ամեն օր ինչ-որ բան սխալ էի անում։ Արմենը ձեռք էր թափահարում, ասելով, որ մայրը պարզապես սովոր է իր կարգ ու կանոնին, պետք է հաշվի առնել։ Սա նրա տունն է։ Համբերիր մի քիչ, շուտով կխնայենք եւ կգնանք։ Բայց համբերելը դժվարանում էր, հատկապես եփելը շատ էր տանջում։ Մարիամը որոշել էր, որ ես պետք է սովորեմ եփել ճիշտ։ Կանգնում էր կողքս, երբ ընթրիք էի պատրաստում, եւ մեկնաբանում էր ամեն շարժում։ Սոխը սխալ եմ կտրատում, միսը սխալ եմ տապակում, աղը շատ եմ դնում, պղպեղը քիչ,
կրակը ուժգին, կրակը թույլ։ Խառնել պետք է ավելի հաճախ, շատ հաճախ եմ խառնում։ Փորձում էի անել այնպես, ինչպես ասում էր, բայց հաջորդ օրը կարող էր ասել հակառակը։ Եվ ես արդեն չէի հասկանում, թե ինչպես է ճիշտ, ինչ է ուզում ինձանից։ Ցույց տվեք ինձ, խնդրեցի մի անգամ։ Մամ, դուք պատրաստ եք, ես կնայեմ, կսովորեմ։ Նա նայեց ինձ, կարծես անվայել բան առաջարկեցի։ Ժամանակ չունեմ, կտրեց։ Ես իմ գործն արդեն արել եմ խոհանոցում։ Հիմա քո հերթն է։ Սովորիր ինքդ։ Բայց ինչպես սովորել, եթե ամեն անգամ տարբեր են ասում։ Փորձում էի խոսել Արմենի հետ։ Երեկոյան ննջարանում, երբ մենակ էինք։ Քո մայրը ինձ հյուծում է, ասացի ուղղակի։ Ամեն մանրուքի է կարչում, այլևս չեմ կարող։ Անուշ, համբերիր մի քիչ, գրկեց ինձ։ Շուտով կգնանք, արդեն գումար եմ խնայել։ 8-10 ամիս հետո կհավաքենք առաջին կանխավճարի համար։ 8-10 ամիս, գրեթե տարի։ Չէի վստահ, որ կհամբերեմ։ Կարող ենք պարզապես բնակարան վարձել, առաջարկեցի։ Չսպասենք, վարձենք և գնանք։ Թող թանկ լինի, բայց մարդավարի կապրենք։ Արմենը մռայլվեց։ Ինչու գումար նետենք վարձով։ Մենք խնայում ենք։ Եթե սկսենք վարձել, երբեք չենք խնայի սեփական բնակարանի համար։ Բայց քո մայրը, մաման իմ այդպիսին է, սովորականի պես ձեռք թափահարեց։ Բնավորությունը դժվար է, բայց չարությունից չէ։ Պարզապես սովոր է ամեն ինչ վերահսկել։ Համբերիր, լավ, ինձ համար։ Ես միշտ ամեն ինչ անում էի նրա համար։ Տեղափոխվեցի նրա մոր մոտ, նրա համար։ Համբերում էի քննադատությունները նրա համար։ Լռում էի, երբ ուզում էի գոռալ, նրա համար։ Իսկ նա ինչ էր անում ինձ համար։ Ոչինչ, պարզապես հույս ուներ, որ ինքնին կանցնի, որ ես կսովորեմ, որ մայրը կհանգստանա, բայց ոչինչ չէր անցնում, ամեն օր ավելի վատ էր դառնում։ Հիշում եմ մի երեկո հատկապես պարզ։ Կոտլետներ էի պատրաստում, սովորական, ֆարշից, սոխով և հացով, ոչինչ բարդ։ Հարյուրավոր անգամներ էի պատրաստել, երբ մենակ էի ապրում։ Մարիամը մտավ խոհանոց, նայեց, թե ինչպես եմ կոտլետները ձևավորում։ Ինչ է սա, հարցրեց դեմքը կնճռելով։ Կոտլետներ, պատասխանեցի, գլուխս չբարձրացնելով։ Գիտեի հիմա կսկսվի։ Ինչ կոտլետներ են սրանք, մոտեցավ։ Նայիր ինչ տարբեր են քեզ մոտ, մեկը մեծ, մյուսը փոքր, և ձևը սխալ է։ Նայեցի իմ կոտլետներին։ Այո, ոչ իդեալական հավասար, բայց դա կարևոր է։ Մամ, համը դրանից չի փոխվի, փորձեցի բացատրել, չի փոխվի։ Նա ձեռքերը թափահարեց։ Գեղագիտություն, գեղեցկություն։ Ընդհանրապես հասկանում ես, որ ուտելիքը պետք է գեղեցիկ լինի։ Արմենը սովոր է նորմալ տնային ուտելիքի, իսկ դու ինչ ես տալիս, ինչ որ տգեղ կույտեր։ Ատամները սեղմեցի, շարունակեցի կոտլետները ձևավորել։ Եվ ֆարշը սխալ ես արել, շարունակեց կեսուրս։ Շատ հեղուկ է, պետք էր ավելի հաց և ձու դնել։ Քանի ձու ես դրել։ 2, 1 կիլո ֆարշի համար 3 է պետք, 3 ձու, ես քեզ ասել էի։ Ոչ, չեր ասել, երբեք չեր ասել 3 ձվի մասին։ Երիտասարդությունը այսօր անօգնական է։ Ընկերուհիները համագրանքով գլխով էին անում, մեկը նույնիսկ ասաց. «Ոչինչ, Մարիամ, կսովորեցնես, գլխավորն է համբերությունն է»։ Բոլորից համբերություն էին պահանջում ինձանից, միայն ես պետք է համբերեի, իսկ նրանք կարող էին ասել ինչ ուզեն։ Կամ երբ հարևանուհի Գոհարը աղ խնդրելու եկավ, Մարիամը բերեց աղամանը, հետո կարծես պատահաբար նետեց։ Անուշը մեզ մոտ անակուրատ է, ամեն ինչ թափում է, պետք է իր հետևից մաքրել։ Գոհարը ինձ նայեց կարեկցանքով, կանգնած էի անկյունում և չգիտեի որտեղ դնեմ ինձ, բայց ամենավատը կատակով ասված, բայց թույնով լցված խոսքերն էին։ Լավ է, Արմենը գոնե սոված չի մնում, ես եմ եփում, թե չէ քեզ մոտ հացով կսնվեր։ Նայում եմ քեզ և մտածում, ինչպես է իմ որդին ամուսնացել, հավանաբար սերը կույր է, հարսնիկիս մեջ այլ բան էի պատկերացնում, բայց ինչ աճել է, աճել է։ Ամեն խոսք ճիշտ հարվածում էր թիրախին, փորձում էի չարձագանքել, ժպտալ, ձևացնել, որ չեմ նկատում, բայց ներսում ամեն ինչ սեղմում էր վիրավորանքից։ Սկսեցի նորմալ չքնել, գիշերը արթնանում էի ցանկացած շշուկից, հանկարծ Մարիամը մտնի նոր քննադատությամբ։ Թեև գիշերը ննջարան չէր մտնում, բայց վախը մնացել էր։ Սկսեցի նիհարել։ Ախորժակ չկար, երբ լարված մթնոլորտում ես ուտում, ուտելիքը բերան չի իջնում։ Գործընկերներս աշխատանքում սկսեցին հարցնել. ամեն ինչ նորմալ է, ձեռք էի թափահարում, ասելով այո, պարզապես հոգնած եմ։
Մի անգամ աշխատանքում խոսեցի Լուսինեի հետ, դեղագործներից մեկի։ Գնացինք պահեստ սպասարկման համար եւ նա հանկարծ հարցրեց. «Անուշ, ամեն ինչ նորմալ է, դու ինչ-որ նյարդային ես»։ Չդիմացա, պատմեցի ամեն ինչ սկեսուրիս մասին, քննադատությունները, նվաստացումները, որ ամուսինս չի օգնում, ձեռք է թափահարում, որ ես խեղդվում եմ այդ բնակարանում։ Լուսինեն լսում էր, գլխով անում, հետո ասաց. «Գիտես, ինձ մոտ էլ այդպես էր, միայն 5 տարի համբերեցի, 5 տարի Անուշ, մտածում էի ընտանիքը պետք է պահել»։ Հետո հասկացա, ինչ ընտանիք, եթե քեզ չեն հարգում։ Գնացի մորս մոտ, բաժանվեցինք, հիմա մենակ եմ ապրում դստերս հետ, եւ գիտես, ինձ լավ է, հանգիստ, մոռացել եմ, թե ինչ է վախով արթնանալը։ Բայց դու բաժանվեցիր, մրմնջացի ես, իսկ ես սիրում եմ Արմենին։ Սերը դա է, երբ քեզ պաշտպանում են, կոշտ ասաց Լուսինեն։ Երբ նստում են հարևան սենյակում եւ ձևացնում, թե ոչինչ չկա։ Մտածիր դրա մասին։ Մտածում էի, երկար մտածում։ Գուցե նա ճիշտ է։ Գուցե ես էլ պետք է գնամ, բայց ուր։ Մորս մոտ։ Բայց մայրս մյուս քաղաքում է, 300 կիլոմետր հեռու։ Պետք է աշխատանքը թողնել, այնտեղ նոր փնտրել, վարձել բնակարան։ Իմ աշխատավարձով կարող եմ միայն հանրակացարանի սենյակ կամ ծայրամասում սարսափելի մի սենյականոց։ Եվ հետո ես իսկապես սիրում էի Արմենին։ Երբ մենակ էինք, նա լավ էր, քնքուշ, ուշադիր։ Գիշերները գրկում էր, համբուրում, շշնջում էր, որ սիրում է։ Նա վատ մարդ չէր, պարզապես թույլ էր։ Չէր կարողանում դիմադրել մորը, վախենում էր վիրավորել նրան։ Որոշեցի ևս մեկ անգամ փորձել խոսել, լուրջ, առանց հույզերի։ Բացատրել, որ այլևս այդպես չի կարելի։ Սպասեցի երեկոյան։ Մարիամը գնացել էր ընկերուհու մոտ։ Մենակ էինք տանը։ Հազվադեպություն։ Արմենը հեռուստացույց էր դիտում։ Նստեցի կողքը։ Արմեն, պետք է խոսենք, սկսեցի։ Չէր կտրվում էկրանից։ Ինչ-որ մարտաֆիլմ էր, գրակոծներ, մեքենաներ պայթում էին։ Արմեն, անջատիր հեռուստացույցը, խնդրում եմ։ Դժվարությամբ սեղմեց պաուզան, շրջվեց ինձ։ Ինչ է պատահել։ Այլևս չեմ կարող այդպես ապրել։ Ուղղակի ասացի։ Քո մայրը ինձ ամեն օր նվաստացնում է։ Արթնանում եմ եւ չեմ ուզում վեր կենալ, որովհետեւ գիտեմ հիմա կսկսվեն քննադատությունները։ Գալիս եմ աշխատանքից եւ վախենում եմ խոհանոց մտնել, որովհետեւ նա այնտեղ է։ Այլևս չեմ կարող Արմեն։ Նա մռայլվեց։ Անուշ, ինչ ես ասում։ Մաման պարզապես ուզում է քեզ սովորեցնել։ Սովորեցնել? Ընդհատեցի ես։ Արմեն, երեկ նա ինձ անխելք անվանեց Գոհարի առջև։ Սա սովորեցնել է։ Նա գուցե տաքացել էր։ Հավանաբար։ Խուսափում էր աչքերիս մեջ նայելուց։ Մամանին բռնկվող է, բայց արագ անցնում է։ Արմեն, լսիր ինձ։ Վերցրի ձեռքը։ Գնանք, վարձենք բնակարան։ Թող նույնիսկ մի սենյականոց լինի ծայրամասում, թող վատ թաղամասում, բայց դա մեր տեղը կլինի, որտեղ ոչ ոք ինձ չի նվաստացնի։ Անուշ, ես բացատրել եմ, ազատեց ձեռքը։ Մենք խնայում ենք, եթե սկսենք վարձել, կծախսենք խնայողությունները, երբեք չենք խնայի սեփական բնակարանի համար։ Իսկ եթե ասեմ, որ այլևս չեմ կարող սպասել, նայեցի աչքերին։ Ինչ ես ընտրում, ես թե խնայողությունները։ Նա սառեց, երկար նայեց ինձ, հետո աչքերը կտրեց։ Սա անազնիվ է, մրմնջաց։ Դու ուլտիմատում ես դնում։ Ես մեզ համար եմ ջանում, մեր ապագայի համար։ Ինչ ապագա, Արմեն։ Կոկորդս սեղմվեց։ Ինչ ապագա, եթե ներկայում արդեն խեղդվում եմ։ Մի չափազանցիր։ Նա բարձրացրեց ձայնը։ Դու ընդհանրապես չես խեղդվում։ Պարզապես մամայի բնավորությունը չես սիրում։ Բայց սա իմ կայրն է։ Նա ինձ միայնակ է մեծացրել։ Հայրս գնացել է, երբ ես 5 տարեկան էի։ Նա 2 աշխատանք էր անում, որ ինձ ոտքի կանգնեցնի։ Ես չեմ կարող նրան վիրավորել, հասկանում ես։ Չեմ կարող ասել, որ գնում ենք, որովհետև քեզ հետ ապրելն անտանելի է։ Ուրեմն ինձ կարող ես վիրավորել, հանգիստ ասացի։ Իսկ նրան ոչ։ Անուշ, մի։ Այդպես պետք է։ Վեր կացա։ Հենց այդպես է։ Դու ընտրեցիր։ Միայն ոչ ինձ։ Դուրս եկա սենյակից։ Արմենն հետևից չեկավ։ Նորից միացրեց մարտաֆիլմը։ Կանգնած էի միջանցքում եւ լսում էի գրակոծների եւ պայթյունների ձայները եւ հասկանում, ոչինչ չի փոխվի, երբեք։ Անցավ եւս 1 շաբաթ։ Քայլում էի մշուշի մեջ, աշխատում էի ավտոմատ, տանը լռում էի, անում էի ինչ ասում էին, չէի վիճում։ Մարիամը հաղթանակում էր։
Կարծես որոշել էր, որ վերջնականապես կոտրել է ինձ, որ այլևս չեմ առարկի։ Նույնիսկ ավելի վատ էր վարվում, կարծես գգացել էր, որ կարող է ավելին։ Մի անգամ մակարոն պատրաստեցի ընթրիքի համար։ Պարզ ու տեստ, արագ, աշխատանքում հոգնել էի, գույքագրում էր, ամբողջ օրը ոտքերի վրա, հաշվում էինք ամեն փաթեթը։ Մարիամը նայեց ափսեին, որ դրեցի Արմենի առջև եւ դեմքը կնճռեց։ Լուրջ, դու ամուսնուդ մակարոն ես տալիս։ Մարիամ, հոգնած եմ, փորձեցի բացատրել։ Ուշ չկա բարդ բան պատրաստելու։ Հոգնած, նա հետ ընկավ աթոռին։ Ես քո տարիքում 2 հերթափոխից հետո գալիս էի եւ լիարժեք ընթրիք էի պատրաստում։ Իսկ դու 1 հերթափոխ ես աշխատել եւ հոգնել ես։ Թույլ ես Անուշ, ամբողջովին թույլ։ Արմենը մակարոն էր ծամում, հեռախոսին նայելով։ Չխառնվեց։ Եվ ընդհանրապես, շարունակեց սկեսուրսս։ Նայում եմ քեզ եւ մտածում, ինչ է Արմենը գտել քեզ մեջ։ Եփել չգիտես, տունը պահել չգիտես, գեղեցկություն էլ հատուկ չկա։ Երեխա ունենալ չես ուզում։ Վերջինը հատկապես ցավ պատճառեց։ Մենք Արմենի հետ ուզում էինք երեխա, բայց որոշել էինք սպասել, նախ բնակարան գնել, կարգավորել։ Բայց Մարիամը անընդհատ ակնարկում էր, որ ես դիտմամբ չեմ ուզում երեխա ունենալ, կազմվածքս չկորցնելու համար։ Մենք պլանավորում ենք երեխա, հանգիստ ասացի, երբ պայմաններ կլինեն։ Պայմաններ, ծիծաղեց կեսուրս։ Ինձ մոտ ոչ մի պայման չկար, բայց ծնեցի եւ մեծացրի։ Իսկ դուք ամեն ինչ սպասում եք, կսպասեք մինչև ես թոր չտեսնեմ ընդհանրապես։ Ընթրիքից հետո սպասք էի լվանում, Մարիամը կանգնած էր կողքս, ստուգում էր։ Վատ ես լվացել, ասաց վերցնելով մի ափսե։ Ճարպ է մնացել, տեսնում ես, ահա, ցույց տվեց ափսեն քթիս տակ։ Նայեցի, ափսեն մաքուր էր, աբսոլյուտ մաքուր։ Մամ, ճարպ չկա, համարձակվեցի առարկել։ Ինչպես չկա, կա, ահա տես։ Մատով անցկացրեց եզրով։ Լույսի վրա նայիր։ Նայեցի լույսի վրա, մաքուր էր։ Նորից լվա, հրամայեց սկեսուրս։ Ամբողջ կույտը, ես կեղտոտ սպասքից չեմ ուտի։ Վերցրի սպունգը, նորից լվացի ափսեների կույտը, սրբեցի, դասավորեցի տեղերը, Մարիամը գոհ մնաց։ Քնեցի ժամը 11-ին, Արմենը արդեն քնած էր, թեթև խռումփացնում էր։ Պարկած էի բաց աչքերով եւ նայում էի առաստաղին։ Գլխումս մի միտք էր խփվում, քանի եմ դեռ համբերի։ Պարզվեց եւս 3 ամիս։ Վերջին 3 ամիսները ամենածանրն էին, Մարիամը ամբողջովին անտանելի էր դարձել։ Սկսել էր ինձ արթնացնել առավոտյան զարթուցիչից շուտ, ժամը 7-ին մտնում էր ննջարան եւ ասում. «Վեր կաց քնկոտ, երկար քնել պետք չէ, խոհանոցում օգնություն է պետք»։ Օգնությունը նրանում էր, որ նա կանգնում էր կողքս եւ հրահանգներ տալիս. «Սող կտրատիր, ոչ այդպես, կացցան լվա, վատ ես լվացել, դարակից բան հանիր, ոչ այդ մեկը»։ Աշխատանքում քնում էի կանգնած, Սիրանուշը նկատողություններ էր անում։ Շփոթում էի պատվերները, սխալ էի գրում չեկերը, մոռանում էի հաճախորդներից զեղչի քարտ հարցնել։ Մի անգամ նույնիսկ սխալ տեղ տվեցի։ Հասցրի վերջին պահին, հաճախորդը դեռ չէր գնացել, բայց կարող էի եւ չնկատել։ Սարսափելի է մտածել, թե ինչ կարող էր լինել։ Տանը ոտքերից այրերով էի քայլում, վախենում էի ավելորդ անգամ խոհանոց մտնել, հանկարծ Մարիամ այնտեղ է։ Վախենում էի սառնարան բացել, հանկարծ սխալ բան վերցնեմ։ Վախենում էի հեռուստացույց միացնել, հանկարծ խնգարեմ նրա ծրագրին։ Սկսեցի վախենալ իմ ստվերից։ Մի անգամ լոգարանում սայթաքեցի, ընկա, ուժգին հարվածվեցի ծունկս։ Նստած էի հատակին, չէի կարողանում վեր կենալ։ Ծունկս ուռել էր, անտանելի ցավում էր, կանչեցի Արմենին։ Նա եկավ, օգնեց վեր կենալ, տարավ սենյակ, սառույց բերեց։ Տրավմատոլոգիա պետք է գնալ, ասաց նայելով ծունկը։ Մարիամը եկավ տեսնելու, թե ինչ է պատահել։ Տեսավ ինձ մահճակալին, կապված ծունկով, եւ ասաց. «Անշնորհք, քայլել չգիտես։ Ամեն ինչ, ոչ մի կարեկցանք, ոչ օգնեմ ինչ-որ բանով, պարզապես փաստի արձանագրում, ես անշնորհք եմ»։ Տրավմատոլոգիայում պարզվեց կապանները ձգվել են, 2 շաբաթ հանգիստ, քսել գելով, ոտքը չծանրաբեռնել, վերցրի հիվանդության թերթիկ, 2 շաբաթ տանը անցկացրի այդ բնակարանում, մենակ Մարիամի հետ։ Արմենը գնում էր աշխատանքի, եւ ես մնում էի նրա հետ երկուսով։ Սա դժոխք էր։ Նա պատճառ էր գտնում ամեն մանրուքի կառչելու, թե ինչպես եմ նստած դիվանին, թե ինչպես եմ գիրքը բռնել, թե հեռախոսին եմ նայում, թե չեմ նայում, թե տան գործերին չեմ օգնում, թեև հիվանդության թերթիկով եմ ուռած ծունկով, թե շատ եմ ուտում, թեև սովորական եմ ուտում, թե քիչ եմ ուտում։ Ընդհանրապես ամեն ինչ սխալ էր,
Աբսոլյուտ ամեն ինչ։ Հիվանդության թերթիկի վերջում աշխատանքի դուրս եկա թեթևության զգացումով։ Աշխատանքը դարձել էր իմ փրկությունը։ Այնտեղ գոնե կարող էի շունչ քաշել։ Այնտեղ ինձ անունով էին կանչում, ոչ թե արհամառանքով։ Եվ ահա եկավ այդ օրը, երբ ամեն ինչ ավարտվեց։ Պայուսակը արագ լցվեց. հագուստներ, կոշիկներ, փաստաթղթեր, լցքավորիչ, մի քանի գիրք։ Վերջինը վերցրի իմ սիրած բաժակը, այն, որ Արմենը նվիրել էր հարսանիքից հետո։ Դրեցի վերևում, որ չկոտրվի։ Դուռը բացվեց։ Արմենը կանգնած էր շեմին, դեմքը գունատ, աչքերը խուսափող։ Անուշ, խնդրում եմ մի գնա։ Մենք կխոսենք մամայի հետ, կբացատրեմ նրան, կգտնենք ելք։ Ելք չկա, Արմեն։ Ձայնս հանգիստ էր առանց գոռոցի։ Դու արդեն ընտրել ես։ Ես չեմ ուզում լինել այնտեղ, որտեղ ինձ չեն հարգում։ Որտեղ ինձ կարող են թաց շորով հարվածել դեմքին, իսկ ամուսինս հարևան սենյակում ֆուտբոլ կդիտի։ Նա քայլ արեց առաջ, բայց ես ձեռքս բարձրացրի, կանգնիր։ Մի մոտենա։ Ամեն ինչ ավարտված է։ Պայուսակը փակեցի գայծակաչափով, ուսիս գցեցի։ Ծանր էր, բայց ոչ այնքան, որքան այս 1 տարի սեր ամիսը։ Խոհանոցից լսվեց Մարիամի ձայնը, բարձր զայրացած։ Արմեն ինչ է կատարվում։ Նա գնում է։ Թող գնա։ Մենք առանց նրա էլ կապրենք։ Արմենը շրջվեց մոր կողմը, հետո նորից ինձ։ Մամ, լրիր, խնդրում եմ։ Անուշ։ Ես անցա նրա կողքով, միջանցքով դեպի դուռ։ Ձեռքս բռնեց դրան բռնակը։ Հետևից լսվեցին քայլեր։ Արմենը վազեց հետևիցս, բռնեց թևս։ Անուշ, խնդրում եմ մի գնա։ Ես կփոխվեմ։ Կխոսեմ մամայի հետ։ Մենք կվարձենք բնակարեն։ Հիմա, վաղը։ Ես կանեմ ամեն ինչ։ Շատ ուշ է, Արմեն։ Ազատեցի թևս։ Դու արդեն բազմիցս խոստացել ես, բայց երբեք չես արել, որովհետև չես ուզում վիրավորել մորդ։ Իսկ ինձ վիրավորելը քեզ համար նորմալ է։ Դուռը բացեցի։ Միջանցքում սառը օդ հարվածեց դեմքիս։ Գիշեր էր, անձրև չկար, բայց օդը խոնավ էր։ Վերելակը կանչեցի։ Արմենը կանգնած էր դրանը։ Չգիտեր ինչ ասի։ Անուշ, ես սիրում եմ քեզ։ Ես էլ էի սիրում, բայց սերը չպետք է այդքան ցավ տա։ Վերելակը եկավ։ Մտա ներս, սեղմեցի առաջին հարկը։ Դռները փակվեցին նրա դեմքի առաջ։ Իջա ներքև, առանց արցունքների։ Թեթևություն էր։ Փողոց դուրս եկա։ Գիշերային քաղաք։ Լույսեր, մեքենաներ։ Տաքսի կանգնեցրի։ Հյուրանոց։ Ասացի վարորդին։ Ամենամոտը, որտեղ ազատ սենյակ կա։ Հյուրանոցը փոքր էր, քաղաքի կենտրոնում։ Սենյակը մաքուր, պարզ։ Մահճակալ, հեռուստացույց։ Պատուհանից երևում էր փողոցը։ Պայուսակը դրեցի հատակին, նստեցի մահճակալին։ Հեռախոսը զնգաց, Արմենը։ Չպատասխանեցի։ Հետո Մարիամը, անծանոթ համարից։ Անջատեցի։ Հեռախոսը զռեցրի։ Լոգարան գնացի, լվացվեցի։ Ջուրը տաք էր, հոսում էր դեմքով, լվանալով այդ օրվա կեղտը։ Հետո պարկեցի մահճակալին։ Օտար, բայց իմ։ Առաջին անգամ վաղուց ոչ ոք չէր գոռում, չէր քննադատում։ Միայն լռություն և խաղաղություն։ Քունսը տարավարակ, առանց երազների։ Առավոտյան արթնացա արևի ճառագայթներից։ Սենյակը լուսավոր էր։ Վեր կացա, պատուհանը բացեցի։ Քաղաքը ապրում էր իր կյանքով։ Ես էլ նորից սկսում էի իմը։ Հեռախոսս միացրի։ Հաղորդագրություններ Արմենից։ Խնդրանքներ, խոստումներ, արցունքներ։ Չպատասխանեցի։ Գնացի նախաճաշի, հյուրանոցի ռեստորան։ Սուրճ, հաց, պանիր։
պարզ, բայց համեղ։ Նստեցի պատուհանի մոտ և մտածեցի. ինչ անել հիմա։ Աշխատանքս կա, ընկերներ կան։ Կգտնեմ վարձով սենյակ, կսկսեմ նորից։ Եվ առաջին անգամ ժպտացի իսկական ժպիտով։ Գնացի, առանց հետ նայելու, որովհետև հետևում մնացել էր այն կյանքը, որ այլևս իմը չէր։ Առջևում նոր էջ, դատարկ, բայց իմը։ Եվ ես գիտեի կգրեմ այն այնպես, ինչպես ուզում եմ, երջանիկ, ազատ, իմ կյանքով։ Եթե ձեզ դուր եկավ այս պատմությունը, մի մոռացեք սեղմել հավանել կոճակը և բաժանորդագրվել մեր ալիքին։ Ձեր աջակցությունը ոգեշնչում է մեզ ամեն օր նոր հետաքրքիր պատմություններով ուրախացնել ձեզ։ Գլխավոր էկրանին արդեն կարող եք գտնել մեր հաջորդ պատմությունը։ Մաղթում ենք ձեզ ամենալավը և երջանկություն կյանքում։